Դուք ասում եք մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց Հայաստանում ով քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությունն է զբաղվում, ուզեմ չուզեք պիտի առերեսվեք դրա։ Տեսեք, մտավախություն չունեք, որ ձեր գաղափարախոսությամբ հակադրվելով այս իշխանություններին, այս իշխանությունները փոխեցին ավանդական տարբերակներով, քրեական գործեր հարուցելով եւ այլն, մեկուսացնել ձեզ ընդհանրապես հայոց տնից, տանիքը կոյկերն հետո պատուհանները Ես այսպես բան ասեմ, հա, դուք ասացիք, եթե չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով, ես մի անգամ զբաղվեցի քաղաքականությամբ, քաղաքականությունը զբաղվեց ինձանով։ Լավ։ Իհարկե կա մտավախություն։ Իհարկե, թե ասեմ չկա մտավախություն, ոչ։ Կա մտավախություն, բայց տեղ եկեք շերքի երկու նժարի վրա դնենք, որն է ավելի արժեքավոր, ծառայությունը հայրենիքին, իբարս հայրենիքի, թե անձնական մտավախությունը։ Շնորհակալություն։ Ես կարող եմ այո, տեսեք ամբողջ Ամբողջ աշխարհում կան կազմակերպաիրավական ձևեր, որոնք զսպում են տվյալ երկրի իշխանությունների որոշակի չհիմնավորված, չկշռադատված քայլեր անելուց։ Ենթադրենք Ամերիկայում ասոցիացիաներն են գործում, սովետական միությունում արմիություններն էին եւ այլն։ Ասոցիացիաների, արմիությունների եւ այլ կազմակերպական կառուցվածք ունեցող կազմակերպությունների դեմ շատ դժվար է այդ ձեր ասած քրեական գործեր հարուցելը։ Եթե գործում եք, վստահ ոչ թե անձնավորված ձևով, որ մի հոգի որոշի ասի, ենթադրենք ես ասեմ գյուղատնտեսության մեջ դուք սխալ եք, սա եւ ողջ ինձ կալանավորեն, գուցե ստացվի, բայց այս կազմակերպական կառուցվածքը, որը ստեղծվում է, որը հետագայում նպատակ ունի զարգանալու եւ լինելու հակակշիռը բոլոր իշխանությունների, քան որ այս 30 տարիները ցույց են տվել, որ իշխանականները միշտ կտրվում են իրականությունից եւ իրականությունից կտրվելով շատ մեծ հարված են հասցնում երկրի։ Նման կառուցվածքի դեպքում, երբ որ գործի թիմ այդ ձեր ասած կալանավորումները, ձերբակալումները եւ այլն չի կարող գործել։ Իհարկե։ Տեսեք, հենց հիմա սեղանի շուրջ նստած են մարդիկ, որոնց մեր հանրությունը այս կամ այն կերպ, ուզեն թե չուզեն, կարծում է այս կամ այն իշխանության, քաղաքական գործչի, առաջնորդի է։ Պարոն Չարչյանին գիտենք, խմբակցության հետ այսինքն ուզենք թե չուզենք, այդ ապաքաղաքականությունը մեր հասարակությունում հնարավոր չի, որովհետև մեկի հետևում մարդ են տեսնում, ձեր հետևում հարության մեկին կտեսնեն։ Դե բնականաբար ես հենց այդ եմ ասում, որ անձնավորված չի լինելու մենակ Հարություն Նացականյան ու պարոն Չարչյան։ Բժշկության ոլորտում կլինեն բազմաթիվ մարդիկ, որ պարոն Չարչյանին կապեն նախկիներից ինչ-որ մեկի հետ կամ ինձ կապեն նախկին ինչ-որների։ Իմ հետևում լինելու է մյուսը, որին ոչ մեկի չեն կարող կապել։ Ու լինելու է թիմային։ Նման դեպքում արդեն պետությունը կամ որոշակի վենդետա, որ փորձեն իրականացնել, 2-3 ու մեր վրա հարված վերցնելով մենք ճանապարհ ենք բացելու մյուսների համար, իսկ իրենք բոլորին հերթով չեն կարող։ Ուղղակի դա անենալ։ Ու եթե այս կազմակերպական կառուցվածքի մեջ գտնվող մարդիկ ունեն բարձր վստահության հարության կողմից, ինչը իրանից ենթադրում է մեծ երկարատև աշխատանք, որտեղ սենսորով մարդկանց կենսագրությունը մաքուր է, մաքուր կենսագրություն ունեցող մարդկանց վրա քրեական գործ հարուցելը ավելի դժվար է։ Դա հետագայում միևնույն է հասարակության մեջ առաջացնելու է պայթյուն, որտեղ ցանկացած հասարակություն ունի իր մեջ արդարության զգացողություն, ցանկացած։ Ու այս երկրում ամեն ինչ որ տեղի ունեցավ, դա արդարության տոտալ բացակայության պատճառով է տեղի ունեցել։ Այսքան բան։ Ես մի քիչ էլի մի քիչ լարվածությունը թուլացնեմ, հա։ Ես վիրաբույժ եմ, գիտեք, բժիշկ եմ եւ այն բժիշկն է, որ այդ կարգի, այդ նման բաներ քչերից հիմա կարող եմ հայտարարել, որ
այն վիրաբույժն է, որ Հայաստանի անկախ հանրապետության բոլոր առաջնորդների, բացի ներկայիս վարչապետի, ընտանիքի անդամներին վիրահատել են, բուժել են։ Բոլոր նախագահների։ Հա? Եվ երկրորդ օրինակ ասեմ, ուրեմն երբ որ ես իհարկե դուրս եմ եկել քաղաքականությունից եւ ընդհանրապես դուրս եմ եկել քաղաքականությունից, չեմ ուզում զբաղվել դրանով, բայց երբ որ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկում էին, իշխանական թևը միաձայն քվեարկեց այդ զրկելու համար։ Բայց դրանից հետո 6 հոգի դիմեցին անձամբից, որ իրանց մեկի քրոջը, մյուսի կնոջը, մյուսի եղբորը վիրահատեն։ Իհարկե, եւ ասեմ, որ նույն պատասխանատվությամբ ինչ որ կվիրահատեի ցանկացած մեկ այլ մարդու։ Միգուցե ավելի մեծ պատասխանատվությամբ։ Հա, նենց որ մի փորձեք ինչ որ բաներ տեսնել, ինչ որ մեկի հետևում։ Միևնույնն է, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնելու։ Ես նորից ասեմ, կշերքին նժարը։ Մի դեպքում ինչ որ ասեկոսներ են լինելու, ինչ որ մեկի տեսլական է, ինչ որ մեկի մտածմունքը, ինչ որ մեկի ինչ որ եզրահանգումն է լինելու, իսկ մյուս դեպքում լինելու է հայրենիքը, հայրենիքի համար մեր ծառայությունները։